քիչ առաջ Երևանացի Տեր Հովնանը, որ հիմա բնակվում է Միացյալ Նահանգների արևելյան թևում եւ ձեռնադրվել է այս տոնին Աջակ Սրբազանի ձեռան եւ մանկության տարիներին հաճախել է կաթողիկե Սուրբ Աստվածի եկեղեցի եւ դպրություն է արել իր ուխտի պատարակ արեց եւ մենք դրան մաղթեցինք ուխտը կատար հայ ուխտավոր Բայց առաքելությունը մեծ կանչելի երևույթ է Հիսուսի աստվածությունը հայտնելու երեք առաքյալներին Պետրոսին, Հակոբոսին եւ Հովհաննեսին որոնք տեսան Հիսուսի գլուխը ճաճանչապայլ եւ տեսան նրա զգեստները արևից ոցավառված եւ ավելի ջերմակացած այդ գլուխը շուտով որը լուսապսակով երևում է Թաբոր լեռան վրա պիտի կրեր իր վրա փշոտ պսակ իսկ գեստները որ լուսաճաճանչ էին վիճակ գծելու պիտի արժանանային բայց հետո այդ աստվածային խորհրդով որ ինքը Թաբոր լեռան վրա հայտնվեց օրենքի մարգարե Մովսեսի եւ նախանձախնդրության մարգարե Եղիայի հետ պիտի կարողանար հեղաշրջել աշխարհը եւ մարդուն մոտեցնել դեպի երկինք իր միջոցով եւ իրեն հավատալով Աստծուն իրենց արարչին Այլակերպություն Այսօր մենք հավաքվել ենք ոսկե ծիրանը օրհնելու եւ նախ եւ առաջ քաջալերելու եւ օրհնելու հիմնադիրներին, նախաձեռնողներին, կազմակերպիչներին, աջակիցներին եւ մասնակիցներին։ Աստված օրհնի ձեզ։ Եվ ամեն տարի հետզհետե ոսկե ծիրանի միջազգային կինոփառատոնը նոր բարձունքների հասնում։ Դա շոշափելի։ Ամեն անգամ քաղաքակրթությունների մշակութային խաչմերուկում, որ կինոսեր հասարակությունը մեր երկրի, ես չգիտեմ, որ է մեկ կա, որ կինոսեր չի։ Գրեթե բոլորը կինոսեր։ Ծանոթանում է այդ կարողիներում այլ մշակույթների հետ, դրանք էլ մեզ հետ ծանոթանալով մի մեծ ներդրում է կատարվում մեր հայաստանաբնակ մշակութասեր հասարակության գանձանում։ Աստված արարեց մարդուն ըստ պատկերի յուրում։ Դա շնորհ է, դա արժեք է, որ տրված է մարդուն։ Բայց նմանությամբ Աստծուն լինելու համար մեր ազատ կամքով պիտի կարողանանք մեր գործերով նմանվել Աստծուն։ Ահա այդ արարչագործության արարչական ոգին մարդկանց փոխանցելով, որի արվեստներից մեկն էլ կինոն է, հույժ կարևոր առաքելություն ունի մարդկանց ոգեկերտելու, բարի եւ գեղեցիկը սերմանելով, այլակերպելու մեկ խոսքով։ Ահա այդ շնորհքը, որ Աստված տվել է արարածին, մարդը իր գործունեությամբ ձգտում է նմանվելու Աստծուն եւ դարձնելու իր համար այդ արժեքը արժանապատվության։
ուրախության մեջ։ Այս իսկ խորհրդի սկզբունքից ու թելադրանքից ելնելով մաղթենք, որպեսզի ավելի շատ մարդ այլակերպի, ընդելուզվի, շաղախվի և դառնա ավելի գեղեցիկ հոգուքերով, ավելի լուսավոր մարդ, բարեկիրթ ու քաղաքակիրթ, մշակութասեր ու հայասեր։ Այսպիսի ներշնչակներ կհաղորդի ձեզ այս աննախադեպ մինչև 2004 թվականը և հիմա արդեն 10-րդ տարուց առավել 12-րդ կազմակերպվող Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնը մեր հանդիսատեսների համար։ Մենք լուրջ վերաբերմունք ունենք այս կինոփառատոնին, որովհետև այս շահեկան